ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Ընդամենը 1 օր է անցել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված զինադադարից, սակայն ակնհայտ է դառնում, որ այն շատ փխրուն է և ամեն պահ կարող է փլուզվել։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Իսրայելը 3 շատ ուժեղ հարվածներ հասցրեց Լիբանանի քաղաքներին ու Հեզբոլլահի դիրքերին, որի հետևանքով մեծ թվով զոհեր ու վիրավորներ կան։ ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, հրադադարի համաձայնագիրը չի վերաբերում Լիբանանին, մինչդեռ Իրանի իշխանությունները պնդում են հակառակը և պահանջում են դադարեցնել հարվածները։ Չնայած Միացյալ Նահանգների նախագահի պնդումներին, որ Թեհրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի լիակատար ու անհապաղ բացմանը, չորեքշաբթի օրը միայն մի քանի նավ է կարողացել անցնել, և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել առանց թույլտվության անցում կատարող ցանկացած նավ, մինչդեռ դրա բացումը զինադադարի ամենաառանցքային կետն էր։ Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարը միայն կանգառ է հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին, նշելով, որ անհրաժեշտության դեպքում մարտական գործողությունները կվերսկսվեն։ Մենք դեռ նպատակներ ունենք Իրանում և դրանց կհասնենք կամ համաձայնագրի միջոցով, կամ ռազմական գործողությունները վերսկսելով։ Մենք կվերադառնանք ռազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում։ Ամերիկացիները մեզ անակնկալի չբերեցին, երբ հայտարարեցին հրադադարի մասին։ Սա պարզապես կանգառ է մեր բոլոր նպատակներին հասնելու ճանապարհին, ասել է Նեթանյահուն հրադադարից հետո իր առաջին տեսաուղերձում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը հսկայական հաջողությունների է հասել, մինչդեռ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, նշելով, որ իսրայելական ուժերը պատրաստ են վերադառնալ մարտին մատը ձգանի վրա պահելով։ Նեթանյահուն հավելել է, որ հրադադարը չի տարածվում Հեզբոլլահի վրա և որ այսօր կազմակերպությունը կրել է իր ամենածանր հարվածը։ Այսօր մենք Հեզբոլլահին հասցրեցինք ամենածանր հարվածը, որը նրանք կրել են Փեյջեր գործողություններից ի վեր, հայտարարել է նա։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ուժերը զինամթերքով և արդեն թուլացած թշնամուն ոչնչացնելու համար անհրաժեշտ ամեն ինչով կմնան Իրանում և Մերձավոր Արևելքում, մինչև ձեռքբերված իրական համաձայնագրի լիակատար իրականացումը։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth սոցիալական ցանցում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինչը նա չափազանց անհավանական է համարում, ապա կլինեն կրակոցներ, որոնք ավելի մեծ, ավելի լավ կազմակերպված ու ավելի հզոր կլինեն, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Սա երկար ժամանակ համաձայնեցված է եղել և չնայած հակառակը պնդող բոլոր կեղծ ռետորաբանությանը, ոչ մի միջուկային զենք և Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ, մինչդեռ մեր մեծ բանակը լիցքավորվում ու հանգստանում է անհամբեր սպասելով հաջորդ նվաճմանը, գրել է Թրամփը։ Իսկ ահա Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել 10 կետից բաղկացած 3 տարբեր խաղաղության ծրագրեր, ինչը շփոթություն է առաջացրել բանակցությունների շուրջ։ Առաջին 10 կետանոց ծրագիրը, որը ներկայացվել էր և անկեղծ ասած մենք կարծում ենք, որ հավանաբար գրվել է ChatGPT-ի կողմից, ուղարկվել էր Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, բայց անմիջապես մերժվել է, լրագրողներին ասել է Ջեյդի Վենսը։ Այս հայտարարությունը, որում պնդվում էր, որ Իրանը մեծ հաղթանակ տարել և ստիպել է Միացյալ Նահանգներին ընդունել իր 10 կետանոց ծրագիրը որպես բանակցությունների հիմք, մեջբերվել է մի շարք իրանական պետական լրատվամիջոցների ու միջազգային լրատվամիջոցների, օրինակ CNN-ի կողմից։ Կար երկրորդ 10 կետանոց ծրագիր, որը շատ ավելի ողջամիտ էր ու հիմնված էր մեր պակիստանցիների և իրանցիների միջև որոշ փոխանակումների վրա։ Դրա մասին էր երեկ խոսել նախագահ Թրամփը, հավելել էր Վենսը։ Նա միաժամանակ քննադատել է երրորդ 10 կետանոց ծրագիրը, որը, ինչպես նշել է, տեսել է սոցիալական ցանցերում որպես ավելի մաքսիմալիստական, քան առաջինը։ Նշենք, որ Վենսը կգլխավորի ամերիկյան բանակցային թիմը վաղը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսված բանակցությունների ժամանակ։ Բանակցություններից առաջ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ուժեղ դիրքում։ Ես գոհ եմ իրավիճակից, կարծում եմ, որ նախագահը լավ գործարք կնքեց ամերիկյան ժողովրդի համար, բայց ըստ էության իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, հակառակ դեպքում նախագահն ունի պատերազմին վերադառնալու բազմաթիվ տարբերակներ, ասել է Վենսը։ Նա նաև նշել է, որ Թեհրանի բանակցողները կարծում էին, որ հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա, բայց Միացյալ Նահանգները դրան չի համաձայնել։ Նա հավելել է, որ ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի և Միացյալ Նահանգների դաշնակիցների, այդ թվում Իսրայելի և Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։ Եվ այսպես ինչ ճակատագրի կարժանանա ապրիլի 8-ին փխրուն զինադադարը, կխախտվի այն, թե կողմերը կդրսևորեն ռացիոնալ մտածելակերպ և խաղաղություն կհաստատեն, ինչ վերադառնալու
հարաձևումների կենթարկվի մերձավոր արևելք այս իրադարձություններից հետո։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցեմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, խնդրեմ։ Եվ այսպես, պարոն Մինասյան, ինչպես է գնահատում երկշաբաթյա հրադադարը եւ ձեր կարծիքով կողմերին կհաջողվի վերջնական համաձայնության հասնել խաղաղության հաստատման շուրջ, որովհետեւ որքան էլ այդ երկշաբաթյա հրադադարը կա, բայց մենք որոշակի այսպես իրարամերժ հայտարարություններ ենք լսում թե իրանական կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից եւ թե Իսրայելի, համեցեք։ Դեռ շատ խախուտ է, ինչպես տեսնում ենք հրադադարը, երկու կողմից էլ զգուշացումներ կան, որ ինչ որ տեղերում չի հարգվում հրադադարը։ Այսօր առավոտյան ես կարդում էի, որ արաբական երկրներից զգուշացումներ են եղել, որ չի հարգվել հրադադարը, իրանական կողմը հերքել է, բայց մյուս կողմից էլ արդեն խոսքեր կան, որ երկու կողմեր պատրաստվում են գնալ հանդիպման վայր եւ վարել բանակցություններ։ Հիշեցնենք, որ հրադադարը երբեք դեռ չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է եւ նաեւ հիշեցնենք, որ դեռ 2025 թվականին Իրանի նախկին առաջնորդը արգելել էր որևէ բանակցություններ Իրանի եւ Ամերիկայի միջև ուղղակի, բայց կարծես թե արդեն այդ արգելքը չի գործում եւ սա ընդհանրապես վերլուծաբանները տեսնում են որպես Իրանի դիրքորոշման հետքայլ եւ ընդհանրապես ներկա իրավիճակում բանակցությունների գնալ Իրանի համար ավելի կարելի ասել, որ Իրանի համար է հետքայլ համարվում, քան թե ասենք Ամերիկայի կամ Իսրայելի համար պետք է սպասենք, տեսնենք, որ հինգշաբթի օրը արդյոք իսկականից այդ բանակցությունները կայանան եւ մյուս կողմից էլ կարեւոր են բանակցվող կետերը եւ ամերիկյան կողմից կա 15 պահանջ եւ Իրանի կողմից կա 10 պահանջ, որոնք ընդհանրապես իրար հետ կարծես թե համաձայնեցված չեն եւ ոչ մի կողմը մյուս կողմի կետերը չի ընդունում, բայց այս իրավիճակով գնում են բանակցությունների, պետք է սպասենք, տեսնենք, որ ընդհանրապես բանակցություններ տեղի կունենա։ Այսինքն կասկածում եք անգամ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում։ Ես դեռ չեմ կարող վստահ ասել, որ տեղի կունենա, թեև ասում եմ, երկու կողմն էլ ասել են, որ պատրաստ են մեկնել Իսլամաբադ, բայց դեռ դժվար է ասել, կարող է երկու կողմն էլ մեկնեն, բայց էլի բանակցություններ տեղի չունենա, որովհետև իրանցիները կարծում են, որ իրանցիների համար բավարար եւ լավ դիրքեր չեն բանակցություններ վարելու համար։ Կողմերը հենց ուրեմն այս երկշաբաթյա հրադադարի հայտարարումից հետո հայտարարում են իրենց հաղթանակի մասին, Իրանը իր հաղթանակի մասին, Միացյալ Նահանգները իր։ Ձեր կարծիքով ի վերջո ով հաղթեց այս 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Տեսեք, ես միշտ ասել եմ, որ ինչ էլ որ պատահի իրանցիները իրենց հաղթող են համարելու, բայց եթե նժարի վրա դնենք այն ինչ կորցրել է Իրանը եւ այն ինչ կորցրել է Ամերիկայի իզրայելական բանակը եւ Իսրայելը իմաստնավորի, բարձ կլինի, որ ովքեր են հաղթել եւ ով է պարտվել։ Այն տնտեսական, ֆինանսական վնասները, որ Իրանն է կրել, ընդհանրապես համեմատելի չէ այն վնասների հետ, որ կարողացել է հասցնել իսրայելական կամ ամերիկյան կողմին։ Գիտենք, որ իսրայելական կողմից ոչ մի օրինակի համար զինվորական կամ գեներալ կամ ոչնչացված չէ, հարված չեն կարող, նույնիսկ չեն կարողացել մոտենան։ Ամերիկյան կողմի այլն դրանք ամերիկյան պետության համար մեծ վնասներ չի կարելի համարել, բայց օրինակի համար Իրանի մետաղարտադրության կարելի ասել 80%-ը այսօր արդեն չի աշխատում եւ վնասված է եւ դա վերականգնելը նույնիսկ որոշ մասնագետներ
մինչև 5 տարի են մատնանշում, որ կարելի է վերականգնել։ Այդ պիսով, այսինքն եթե վնասների համեմատություն անենք, արդեն պարզ կլինի, թե ով է պարտվել։ Ձեր կարծիքով հրադադարը ի վերջո հնարավոր է տարածվի Լիբանանի վրա, թեև լսում ենք իսրայելական կողմի հայտարարությունները, թե Իսրայելը ամեն դեպքում կփորձի վերջնականապես լուծել Հեզբոլլահի հարցը, հաշվի առնելով երեկվանից այդ ինտենսիվ գրոհը նաև։ Ես կարծում եմ, որ Իսրայելը մինչև իր դրած արժև նպատակներին չհասնի, Լիբանանը հարվածելու է Լիբանանին եւ մնալու է Լիբանանում։ Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Հիզբուլլահի առաջնորդի տեղակալին են հարվածել, կարծես թե Հիզբուլլահն էլ ընդունել է, հաստատել է այդ լուրը։ Ես կարծում եմ, որ այս համենայն դեպս Իսրայելը չի ընդունի, որ այս հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա, թեկուզ Իրանը ամեն ջանք ներդնում է, որ այն հրադադարը նաև Լիբանանի վրա տարածվի, բայց միանշանակ Իսրայելը դա չի ընդունել։ Պարոն Մինասյան, ձեր կարծիքով Թրամփը Իրանի ներկայացրած այդ 10 կետերը կընդունի, թե ոչ։ Ջեյ Դի Վենսը ուրեմն նշում էր մոտավորապես 3 տարբերակի մասին, 3 տարբեր կետերի մասին, ընդ որում նշում էր, որ ըստ էության կարծեք թե մեկը ChatGPT-ի միջոցով է կյանքի կոչվել առաջարկներից, որն է ավելի ռացիոնալ, որը պակաս ռացիոնալ, ի վերջո այդ առաջարկներից, 3 առաջարկներից որևէ մեկը Միացյալ Նահանգների համար կարող է առհասարակ ընդունելի լինել։ Ես կարծում եմ, որ Տրամփի կամ ամերիկյան վարչակարգի կարմիր գծերը ուրանի հանձնումը, այսինքն 400 կիլոգրամի մասին, որ Իրանի արտգործնախարարը խոսել է, դրա հանձնումն է հարստացման ծրագրի, այսինքն ուրանի հարստացման ծրագրի շարունակությունը եւ հրթիռային ծրագրի շարունակությունը, այս եթե կարծում եմ, որ Ամերիկան կգնա բանակցությունների եւ կփորձի, որ եւ ուրանը թեկուզ վերջին օրերին լսվում են առաջարկություններ, որ իրանական կողմը ասում է, որ այդ 400 կիլոգրամ հարստացված ուրանը պատրաստ է ոչ թե երկրից հանելու, այլ երկրում ոչնչացնելու կամ ուրիշ միջոցներով չեզոքացնելու այդ ուրանը, չգիտեմ դրանով դա ինչքանով ամերիկյան կողմին կբավարարի թե ոչ, բայց այդ 3 կետերը, որ նշեցի, եթե Իրանը հարգի այդ 3 կետերը եւ պատրաստ լինի այդ 3 կետերի շուրջ բանակցությունների գնալ Ամերիկայի հետ, կարելի է ենթադրել, որ հրադադարը կշարունակվի կամ կկնքվի նույնիսկ որ պատերազմը դադարեցնելու մասին պայմանագիր, բայց ես դժվար եմ տեսնում, որ իրանցիները նման քայլի գնան եւ պատրաստ լինեն եւ ուրանը հանձնելու եւ հարստացման ծրագրից հրաժարվելու։ Ինչ է կարծում Իրանին կհաջողվի ամրագրել Հորմուզի նեղուցով անցման համար գումարներ գանձելու իրավունքը աշխարհը կընդունի դա թե ոչ եւ իդեպ Երևանից թեև ասում հիմնական պայմանը Հորմուզի նեղուցի բացումն էր, բայց մենք տեսնում ենք, որ այսպես ասած շատ քիչ հատուկենտ նավեր են կարողացել ուրեմն անցնել։ Այո, դրա մասին էլ այսօր առավոտյան կորպուսը Իրանի, այսինքն հեղափոխական պահապանների կորպուսը առավոտյան հայտարարություն արեց, նոր երթուղի ներկայացրեցին, որ այդ երթուղով երթևեկելու դեպքում ավելի ապահով երթուղի են իրենք համարում, որ մինաներից հեռու կլինեն նավերը եւ այլն։ Ես կարծում եմ, որ արդեն բնականon հում կվերադառնա Հորմուզով անցումը, բայց պետք է նկատի ունենալ, որ Հորմուզի նեղուցի կարևորությունը արդեն այն չէ, ինչ որ նախքան պատերազմ էր եւ որոշ արաբական երկրներ արդեն փորձում են խողովակաշարերի միջոցով նավթը տեղափոխել կամ այլ երկրներ կամ այլ նավահանգիստներ, այնպես որ Հորմուզի նեղուցը ձեռքից տալիս է այն կարևորությունը, ինչ որ ուներ մինչև պատերազմ եւ
Իրանի այս քայլը, որ փակեց Հորմուզի նեղուցը, հանգեցրեց նրան, որ Իրանը կորցրեց մի կարելի ասել, որ ամենակարևոր իր խաղաքարտերից մեկը եւ գնալով եւ արաբական երկրները եւ եվրոպական երկրները հասնելու են այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցից չօգտվելը ավելի ֆինանսական հոսքեր կապահովի իրենց համար եւ կարծում եմ, որ արդեն կփորձեն ուրիշ միջոցների դիմել եւ Հորմուզի նեղուցից չօգտվել։ Արդյոք այս պատերազմի արդյունքներով Մերձավոր Արևելքը այսպես նորից կվերաձևի, ինչ է կարծում։ Պատերազմի արդյունքներով այո, բայց դեռ պատերազմը ավարտված չէ եւ պետք է սպասենք տեսնենք, որ պատերազմի ավարտվելու պատերազմը ինչպիսի արդյունքով կավարտվի։ Համենայն դեպս այսօրվա Իրանը եւ պատերազմից հետովա Իրանը այն Իրանը չէ, ինչ որ կար մինչև պատերազմ, շատ մեծ փոփոխությունների է ենթարկվել Իրանը, ներքին շատ տարաձայնություններ են նկատվում, թեկուզ իրենք դրա մասին ընդհանրապես չխոսել, բայց նոր առաջնորդի, այսպես ասենք, հանդես չգալը հասարակության մեջ եւ ուղերձներով հանդես չգալը եւ այլն, դրանք բոլորը խոսում են այն իրողության մասին, որ ներքին շատ լուրջ հակասություններ կան։ Համենայն դեպս Իրանում կորպուսը փորձում է, որ վերահսկողության տակ վերցնել ամբողջ պետական ապարատը եւ ամբողջ երկիրը, թե դա ինչքանով իրեն կհաջողի դժվար է ասել, բայց ամենայն դեպս մինչ այսօր հաջողել է եւ ըստ դրա արդեն եւ ըստ բանակցությունների արդյունքում կարելի ասել, թե հետագայում արդեն ինչպիսի վերաձևակերպումներ կունենանք տարածաշրջանում։ Պարոն Մինասյան, դուք ներքին տարաձայնությունների մասին եք նշում, այ պատերազմի սկզբում էլ կարծեք թե հաշվարկներ կային, որ Իրանը ներսից կպայթի, որովհետև այդ երկրի ներսում լրջագույն դժգոհություններ են, հասունանում կապված տնտեսական խորացող ճգնաժամի եւ այլնի հետ կապված։ Հիմա այս երկշաբաթյա դադարը հնարավոր է այդպիսի գործողությունների համար, այսպես ասած, դժգոհ հատվածի մոտ առիթ հանդիսանա։ Դժբախտաբար մենք Իրանի ներքին իմաստով, այսինքն քանի որ կապի հնարավորությունները շատ սուղ են եւ շատ դժվար է լինում Իրանի հետ կապ, Իրանի ներքին հասարակության հետ կապ հաստատել, դժվարանում է մեզ հարցին պատասխանել, բայց համենայն դեպս ինչքանով էլ որ կապ ենք հաստատում հասարակության, տեսեք, հասարակական իրավիճակը շատ ավելի վատ է դեռ նույնիսկ մինչև պատերազմի ժամանակահատվածը եթե նկատի ունենանք, պատկերացրեք, որ այսքան հիմնարկություններ, որոնք ոչնչացված են, այդ հիմնարկությունների աշխատողները արդեն աշխատավարձ չեն ստանում, պետությունը ընդհանրապես աշխատավարձ վճարելու խնդիր ունի, որոշ գործարաններ, որ հարվածի տակ են ընկել, դրանք այն գործարաններն էին, որոնք վառելիք էին արտադրում ավտոմեքենաների համար, դրանք այդ կողմից նորից խնդիրներ կան, համենայն դեպս ներքին, այսպես ասած, հասարակության դժգոհությունը միանշանակ շատանալու է, թե այդ շատանալը երբ կհանգեցնի պայթեցման, դժվարանում եմ ասել։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Զրուցում էի Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։